Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, Մոսկվայի եւ Երևանի միջև առկա խնդիրների ֆոնին Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ դիվանագիտական ճգնաժամն անցյալում է։ Ուշագրավ համարում եք այս տեղեկությունը, թե ոչ, Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ նման արձանագրում արել են արտգործնախարարներ Լավրովն ու Բայրամովը։ Այդտեղից մի հետևություն կարող եմ անել, որ Մոսկվան ընդհանրապես կորցրել է արժանապատվությունը, քանի որ վերջերս Շուշիում տեղի ունեցած այդ համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը ոչ միայն մի քանի անգամ մեղադրեց Ռուսաստանին, այլև հեգնեց, նաև Ուկրաինայից ներկայացված ներկա գտնվող լրագրողին, որը լրագրող չէ, նաև պրոպագանդիստ է, նրան ասաց որևէ կերպ չհամաձայնվեք օկուպացիային ներառյալ Ղրիմը եւ այլը, այս համատեքստերում։ Այնպես որ Ռուսաստանը կարծում եմ այլ տարբերակներ չունի, քանի որ գազի իրացման խնդիրներ ունի եւ գազի իրացման խնդիրները որոշակի առումով լուծում է Ադրբեջանի հետ։ Ադրբեջանն էլ նոյեմբերի 9-ի փաստաթղթից այնպես ինչպես Հայաստանը չի հրաժարվել, կախված աշնանը Միացյալ Նահանգներում տեղի ունեցող զարգացումներից երկու տարբերակն էլ փորձում է պահել, որովհետև դռները չի փակում ու խնդիրը այս համատեքստում է։ Բայց Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ Ալիևը իսկապես շատ է մեծամտածել, իրեն պահում է գերտերության նման Կովկասի գերուհի ֆիլմի բաժակաճառի ճնճղուկի նման է, որ մտածում է, որ կարող է թռչելով հասնել մինչև Արեգակին, վերջում դուրս է գալու, որ մեղք է թռչնակը։ Իմ կարծիքով Ադրբեջանը ամբողջությամբ կախվածության մեջ է Թուրքիայից եւ այդ համատեքստում է, որ Ադրբեջանը նաև Իսրայելի հետ հարաբերությունները սրում է, Պաղեստինի ղեկավարությանը ընդունեց եւ նրանց անկախությունը ողջունեց։ Բավարար է Թուրքիան ձեռքը քաշի Ադրբեջանի վրայից, Ռուսաստանը եւ նաև շիայական Իրանը Ադրբեջանը մասերի կբաժանեն եւ կարծում եմ մենք ու Վրաստանն էլ ինչ-որ բան կկարողանանք կճմթել, այնպես որ դա Իլհամ Ալիևի երևակայությունները զուտ երևակայական համատեքստում են, փորձում է աշխարհակաղակական զարգացումների այս համատեքստում մաքսիմալը վերցնել, այստեղ տխուրը Ռուսաստանի վիճակն է, որովհետև Ռուսաստանին ակնհայտ հակադարձում են, բայց ռուսներն ասում են այդ վեճերը արդեն անցյալում են։ Եվ հիմա երբ Բաքուն եւ Մոսկվան հայտարարում են հարաբերությունների կարգավորման մասին, հաշվի առնելով այդ օդանավի պատմությունից հետո, որ լուրջ սրվել էր հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նաեւ դրանց ձերբակալություններ հաջորդեցին երկու պետություններում։ Հիմա այս իրենց հայտարարած մերձեցումը, եթե վերցնենք, որ իրապես խնդիրները լուծվել են, ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, որովհետև գաղտնիք չէ, որ ինչքան Ադրբեջանն ու Ռուսաստան իրար հետ գործել են, այդքան Հայաստանի համար դրական պայմաններ չեն եղել։ Միանշանակ անկախ Ռուսաստան-Ադրբեջան մերձեցումից պատերազմը վերջացած չէ, ինչքան թե հայկական, թե ադրբեջանական կողմից նման հայտարարություններ արվեն, Հայաստանը պիտի անի քայլեր եւ այդ քայլերը պիտի միտված լինեն նրան, որ ռուս-ադրբեջանական մերձեցումը կամ Ադրբեջանի ինքնուրույն անգամ պատերազմով խնդիրներ լուծելու հնարավորությունը մաքսիմալ փոքրացնի։ Փորձը ցույց է տվել, որ այս ընթացքում նման խնդիր լուծելու համար մեզ աջակցել է Եվրոպան, եվրոդիտորդներ բերելով եւ Միացյալ Նահանգները թրիվ նախագծով, այս ուղղություններով Հայաստանը պիտի ակտիվ գործունեություն ծավալի, ել ավելի խորացնի, ել ավելի մեծացնի ազդեցությունը, ել ավելի մեծացնի այդ երկրների ներկայությունը Հայաստանում, որը նման բանը կբացառի։ Այսօր նաև Ադրբեջանից Հայաստանի ուղղությամբ էլ որոշակի հայտարարություն եղավ, որը ինձ զարմացրեց, որում ասվում էր, կարծեմ Բայրամովն էր, որ ասում է, որ խաղաղություն կնքելու համար պետք է Հայաստանը հրաժարվի իր սահմանադրության մեջ եղած կետից սահմանադրության հանրաքվեով
կամ որևէ այլ տարբերակով։ Այս որևէ այլ տարբերակը բացարձակ նոր բան էր եւ ասողն էլ պատահական մարդ չէր, իմ կարծիքով ադրբեջանցիները ավելի շուտ են գլխի ընկել մեր այսօրվա խորհրդարանի կամ հույսները կտրել մեր այսօրվա խորհրդարանից, քան Հայաստանի Հանրապետության բնակչությունը, քան մենք, եւ այդ առումով կարծում եմ այստեղ էլ ակնարկներ կա, որ խնդիրը տարվի վերջնական փաստաթղթի ստորագրման, որովհետև այդ կարգի բաները պատահական չեն ասում։ Թե ինչի նկատի ունի, ես չգիտեմ, ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ խնդիրը պիտի լուծվի կամ սահմանադրական դատարանի միջոցով, որոշակի սահմանադրական դատարանով որոշում ընդունելով եւ ես ինչքան հիշում եմ այդպիսի որոշում կա, որ անկախության հռչակագիրը դա սահմանադրության մաս չի, ուղղակի նախաբան է, կամ ազգային ժողովում նման որոշում ընդունվի եւ այդ դրդապատճառը, որը գոյություն ունի տվյալ համատեքստում, հանվի։ Այստեղ ես էլի տեսնում եմ Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա, այնպես ինչպես Պաղեստինի մասով Թուրքիան շահագրգռված է սահմանի բացելով, Թուրքիան շահագրգռված է Միջին Միջանցքի գոյությամբ, ինքը հասկանում է, որ իր տնտեսական հնարավորությունները տեղից փոխելու հիմնական միջոցը Միջին Միջանցքի գոյությունն է, իրեն այդ առումով արագություններ են պետք, հետևաբար այս համատեքստում Թուրքիան էլ ասել է, որ իր սահմանների բացելը կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ խաղաղության հաստատումից, իմ կարծիքով այդ թուրքական պահանջների կամ ճնշումների արդյունքում է, որ Ադրբեջանը նման հայտարարություն է արել։ Պարոն Սարգսյան, TRIP-ի հետ կապված կառավարությունը հայտարարեց, որ սկսում է համաձայնագրի վավերացման գործընթաց, դեռ սահմանադրական դատարանը պետք է իր եզրակացությունը տա, արդյոք համապատասխանում է սահմանադրությանը, թե ոչ, բայց այստեղ նաև խոսվում է, որ TRIP+ ընկերությունը ղեկավարելու է ազգությամբ ռուս ամերիկացի քաղաքացի գործարարը, եւ մեկնաբանվում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի են եկել այս անձին նշանակելով։ Այդպիսի ենթատեքստ կա այս նշանակման մեջ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ազգությամբ ռուս լինելը ոչինչ չի նշանակում, որովհետև բազմաթիվ ազգությամբ ռուսներ կան, որոնք մշտապես պրոհայկական դրսևորումներ են, մոտեցումներ են ունեցել եւ Հայաստանի Հանրապետության, թե երրորդ հանրապետության, թե առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանի բարեկամներ են եղել են ռուսներ, որոնք Հայաստանի թշնամի են եղել, այսինքն ռուս լինելը չի նշանակում Հայաստանի թշնամի լինել, բազմաթիվ ռուսներ կան, որոնք Հայաստանի բարեկամ են, որ համաձայնեցվի տվյալ անձի նշանակումը Ռուսաստանի հետ, այդ քիչ հավանական եմ համարում, ավելին անհավանական եմ համարում, որևէ կապ չունի տվյալ անձի նշանակումը Ռուսաստանի հետ, TRIP համաձայնագիրը ստորագրված է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ եւ համաձայնեցվել է Հայաստանի հետ, ավելին ֆինանսական մասն է այդ մարդը ղեկավարելու, ոչ թե քաղաքականը, իսկ ֆինանսական մասի առումով ինքը միայն տնտեսական կամ տնտեսագիտական մոտեցումներ է ցուցաբերելու, ոչ ավելին։ Քաղաքական մասի առումով փաստաթուղթ է ստորագրվել, այդ փաստաթղթի հիման վրա ճանապարհները պիտի ապաշրջափակվեն եւ այդ ճանապարհները պիտի գործեն։ Այսինքն տվյալ անձի գործունեությունը բացի արվող ներդրումներից ու ֆինանսական հոսքերի վերահսկումից այլ բան չի նշանակելու, հավանաբար լավ ֆինանսիստ է, կարող է նաև, քանի որ հարավկովկասյան երկաթուղիները պիտի շահագործվեն կամ կարող են շահագործվել այդ համատեքստում որոշակի կապեր ունեցած լինի ռուսական որոշակի կառույցների հետ կամ լեզվի իմացությունը հաշվի առնելով են Միացյալ Նահանգներում նշանակել, չգիտեմ, բայց ռուս լինելը ոչ մի բան չի նշանակում ու դրանով չարժի մեծ փոթորիկ բարձրացնել։ Ես բազմաթիվ ռուս ընկերներ ունեմ, որոնց մոտեցումները Հայաստանի մասով շատ ավելի առաջադեմ են ու Հայաստանանպաստ, քան Հայաստանի ընդդիմության շատ շատերին։ Իդեպ, Ազգությամբ հայ։ ընդդիմությունը հայտարարեց մանդատները վերցնելու եւ խորհրդարան գնալու մասին։ Սամվել Կարապետյանի ուժը հիմնավորում է, թե ինչու է վերցնում մանդատները։ Նարեկ Կարապետյանն ասում է, երբ որ փողոցում լինեն 100 հազարավոր մարդիկ,
խորհրդարանում պետք է մեկը, որ սեղմի այդ կոճակը, որ Նիկոլ Փաշինյանը գնա Քոչարյանենք չեն հիմնավորել, թե ինչու են վերցնում, միայն ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը մանդատից հրաժարվում է։ Ինչպես եք նախընդդիմության այս մանդատները վերցնել գնահատում, հաշվի առնելով, որ իրենք համարում էին ընտրությունները կեղծված, ընտրակաշառքի հետ կապված էին ասում, վարչական ռեսուրսի չարաշահման մասին էին խոսում։ Նախ Սամվել Կարապետյանի մասով ասեմ, Սամվել Կարապետյանը իր ամբողջ քարոզարշավը կամ իր թիմի ամբողջ գործունեությունը բնութագրում էր ուժեղ բառով։ Այսինքն իրենք գալու են ուժեղ Հայաստան ստեղծեն, ուժեղ բանակ ստեղծեն, ուժեղ տնտեսություն ունենան, ուժեղ պատասխաններ տան Ադրբեջանին ու հակառակորդներին։ Այս Շուշիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շատ հեգնանքով արտահայտվեց Սամվել Կարապետյանի մասին, այնքան հեգնանքով, որ անգամ ես վատ զգացի այդ առումով, որովհետև Սամվել Կարապետյանը հայ քաղաքացի է եւ այո, բարեգործություն է արել Լեռնային Ղարաբաղում, նաև մայրպատճառում վերանորոգման առումով եւ այդ առումով ինքը իսկապես բարեգործ է եւ իսկապես ցավ զգացի։ Բայց Սամվել Կարապետյանը, որ այդքան ուժից խոսող մարդ էր, ինչի՞ չի պատասխանում Իլհամ Ալիևին։ Բա գալու էր, որ ուժեղ պատասխան տար, հենց կոնկրետ իրեն է բան ասել։ Դե թող պատասխանի Ալիևին, թող ուժեղ պատասխան տա։ Թե չէ մեղադրում էին, ասեն, գործող իշխանությանը, որ նրանց ասեին բաներ է ասում, չեն պատասխանում, հիմի պարզվում է, որ այդ հարցում իրենք էլ ոչ մի բանով չեն տարբերվում ու չեն պատասխանում ու հետագայում էլ չէին պատասխանել։ Ինչ վերաբերում է մանդատները վերցնելուն, ես կարծում եմ, որ այդ ուժերի մանդատներ վերցնելու որոշումը այնքան էլ այնպես չի, որ իրենք են որոշում կամ իրենց ընտրող Հայաստանի Հանրապետության քաղաքացին են որոշում։ Չնայած Նարեկ Կարապետյանն ասաց, որ իրենց ընտրողների 60%-ը կողմ է մանդատները վերցնելուն, 40%-ը դեմ է, հետո իրենց ցուցակից 50%-ից ավելին դիմում գրեցին դուրս եկան, այնպես որ եթե ուղղագծորեն նայես այս ամեն ինչին, կստացվի, որ սխալ տեղեկություն ունեին, որ 40%-ն է դեմ, 50%-ն է դեմ եղել, դրա համար էլ դիմում է գրել ու падգամավորական մանդատից ցուցակից դուրս է եկել, հրաժարվել է, սա նշանակում է, որ ուժեղ Հայաստանն էլ 50%-ով թուլացել է, այսինքն այն աջակցությունը, ինչ ինքն ուներ, 50% պակասում էր։ Իրականում այս ուժերի թե ուժեղ Հայաստանի, թե Հայաստան դաշինքի անելիքները, թե ընտրություններում մասնակցությունը, թե նրանց դրսից ունեցած աջակցությունը Ռուսաստանից էր եւ այդ որոշումը, որ իրենք պիտի գնան ազգային ժողով եւ այնտեղ աշխատեն, որոշումը ընդունված է եղել Ռուսաստանում եւ իրենք պարտավոր են այդ որոշումը կատարել, այլ բան անել չէին էլ կարող։ Ավելին նման հնարավորություններ չկար, եթե մանդատները չվերցնեին, պիտի փողոց դուրս գային, բողոքեին, բոյկոտեին, ասեին, որ այս խորհրդարանը լեգիտիմ չի, հետևաբար իրենք չեն մասնակցում, բայց փողոցի տրամադրություններ ընդհանրապես չկան եւ իրենք էլ հասկացան, որ փողոցում լուրջ պարտություն են կրելու, այդ ամեն ինչը մարելու է, որից հետո ստիպված են լինելու արդեն մի անգամ էլ փողոցում պարտված խորհրդարան գնալու եւ այս համատեքստում նաեւ որոշեցին, որ գնալ խորհրդարան խոստումներ տալ, չգիտեմ, հետագա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասով, հետագայում նաև 2031 թվականի, 30 թվականի ընտրությունների մասով այս համատեքստում։ Այսինքն մենք ունենալու ենք առաջիկա տարիներին այնպեսի խորհրդարան, որում իշխանությունն ասելու է ընդդիմությունը լեգիտիմ չի փող է բաժանել, ընդդիմությունն ասելու է իշխանությունը լեգիտիմ չի քվեներ է գողացել, չգիտեմ, ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործել, արդյունքում դուս է գալու, որ խորհրդարանը լեգիտիմ չի, բայց թե իշխանությունը, թե ընդդիմությունը այդ խորհրդարանում աշխատում են ու օրենքներ են ընդունում, չգիտեմ, այդ օրենքներն արդեն մեր հանրությունը լեգիտիմ է ընդունելու, թե լեգիտիմ չի ընդունելու։ Պարոն Սարգսյան, խորհրդարանում, այսինքն մենք չենք տեսնելու արդյունավետ աշխատանք ժողովրդի խնդիրների բարձրաձայնում, Հայաստանի շուրջ ծառացած խնդիրների շուրջ արդյունավետ քննարկում, տեսնելու ենք թուրք դավաճան կաշառակերի փոխարեն կաշառք բաժանող մանդատ գողացող բանն է մենակ փոխվելու, տարբերությունը դա է լինելու միայն։
Ես կարծում եմ այլ խոսույթ չկա էլ, որովհետև թե ծրագրերը, որոնք որ առաջարկում էր ընդդիմությունը, այդ 300,000 աշխատատեղ եւ այլը, այս համատեքստերը ոչնչով հիմնավորված չէին ու չէին ասում թե ինչպես ու որտեղ։ Եվ իրենք չեն գնալու եւ նման օրինագծեր չեն տանելու։ Իրենք էլ են ասում, որ հիմա գնում են խորհրդարան, որպեսզի փողոցում մարդ հավաքվի եւ խորհրդարանում մարդ լինի, որ կոճակը սեղմի եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այսինքն իրենք խորհրդարան գնում են, որ պահանջեն գործող իշխանության ու վարչապետի հրաժարականը։ Այլ օրակարգ իրենք չունեն։ Ու իրենք ամեն անգամ բարձրացնելու են այդ հարցը, որ իշխանությունը լեգիտիմ չի պիտի հրաժարական տա, իշխանությունն էլ պիտի ասի, որ դուք գող եք, որ դուք կաշառք եք բաժանել, որ ձեր քվեները արդար չեն, որ մենք լեգիտիմ ենք, մեր քվեն արդար է, դուք լեգիտիմ չեք։ Այսինքն, այս խորհրդարանը իր ընդհանուր էությամբ խնդրահարույց խորհրդարան է։ Ճիշտ է, արտաքին քաղաքական ուժերը բոլորը բացի Ռուսաստանից ու Չինաստանից շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին։ Ինչ որ առումով, ինչ որ ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանն էլ կհամակերպեն գոյություն ունեցող փաստի հետ, բայց ներքին ներհայկական ընկալումների մեջ ինքը խնդրեմ ունի, որովհետև նախկինում էսպես էր, մենք դիմում էինք սահմանադրական դատարան ու բողոքում էինք, որ ընտրությունները լեգիտիմ չեն, քվեները կեղծվել են, իսկ նախկին իշխանությունները իցույց էին դնում եւ ասում էին բերեք մեկ օրինակ, որ կաշառք են վերցրել կամ կաշառք են տվել։ Օրինակ Արմեն Աշոտյանը բազմաթիվ անգամներ հակադարձել է այդպես մեզ, նույնը մի անգամ թե երկու անգամ արել է նաև Սերժ Սարգսյանը, այդպես եղել է նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, իսկ հիմա իշխանությունը, ասենք, գործող վարչապետը հանդիպում է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ եւ իր խոսքում ասում է, որ ընտրություններում ընդդիմությունը համատարած ընտրակաշառք բաժանեց։ Այսինքն իշխանությունն ինքն է ասում, որ կաշառք է բաժանվել։ Եթե ընտրություններում կաշառք է բաժանվել, արդեն այդ ընտրությունների կայացվածության կամ այդ խորհրդարանի լեգիտիմության կամ այս ընտրությունների ընկալման առումով լուրջ խնդրեմ կա։ Ես ինչքանով որ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, իմ կարծիքով ինքը չի համակերպվելու նման բանի հետ, որովհետև ինքը ի սկզբանե եկել է եւ ասում էր, որ իր համար մեկ խնդիրը պիտի լինի արդար ընտրությունների ապահովումը եւ այդ արդար ընտրությունները անցկացնելը Հայաստանում դառնան վերջնական, դրա համար քարոզարշավի վերջին շրջանում ինքն ասում էր, որ ընտրակաշառք բաժանող երագլուխ վիշապը պիտի գլխատվի, դրանց ընդհանրապես պիտի ոչնչացվի, որպեսզի հետագայում այդ խնդիրները չառաջանան, եւ ես կարծում եմ, որ ազատ արդար ընտրություններ թեկուզ արտահերթ կամ 2030-31 թվականին կամ 28 թվականին Երևան քաղաքի առումով առանց փող բաժանելու կլինի միայն մի պարագայում, եթե այն մարդիկ ում կասկածում են կաշառք բաժանելու վրա, այդ մարդկանց քաղաքական թիմերը չմասնակցեն կամ կաշառք բաժանողները իսկապես պատժված լինեն եւ հայտնված լինեն բանտերում։ Հետևաբար այս իշխանությունը լուրջ անելիքներ ունի եւ լուրջ անելիքներից հետո իմ կարծիքով իրապես լեգիտիմ խորհրդարան պիտի ձևավորի, ցանկալի է որ այդ լինի արտահերթ եւ ես կարծում եմ որ կլինի արտահերթ։ Միջև քաղաքապետի ընտրություններն եք կարծում, որ կլինի արտահերթը, թե դրանից հետո, այսինքն միջև 28-ը կլինի արտահերթ։ Իրեք 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո ես բազմաթիվ անգամներ ասում եի, որ պետք է առնել արտահայտ ընտրություններ։ Իշխանությունները դիմադրում էին, խնդիրը հասավ նրան, որ սկսեց փողոցային շարժումը, Վազգեն Մանուկյանով ու մինչև բանը չհասավ նրան, որ գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարական ու Հայաստանում եղած գրեթե բոլոր կազմակերպությունները ներառյալ գրողների միությունը չպահանջեցին, 2021-ին նոր Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ այո, արտահերթ է պետք, որովհետև իրավիճակ է փոխվել։ Ես հիմա էլ կարծում եմ, որ ճիշտ կլինի արտահերթ գնալ մինչև 2028 թվականի Երևան քաղաքի ընտրությունները,
դա նաև ճիշտ կլինի ընտրությունները ճիշտ կազմակերպելու եւ քաղաքում իսկապես մրցակցային քաղաքապետ կամ քաղաքային իշխանություն ձևավորելու առումով հակառակ դեպքում քաղաքային ընտրությունները դառնալու են լուրջ ապճակատման դաշտ. Հակառակ դեպքում ես չեմ բացառում, որ նույն ռուս-ադրբեջանական ձեր նշած մերձեցման արդյունքում աշնանը որոշակի գործընթացներ գնան, որովհետև շրջանառության մեջ է դրվում նաև անկլավների խնդիրը, այնպես ինչպես շրջանառության մեջ դրվեց 300,000 ադրբեջանցիների խնդիրը Հայաստանի իշխանությունների տեղը նեղելու համար, եւ այդ առումով ես չէի բացառի, որ աշնանը ընդդիմությունը նաև փողոցային դրսևորումներ անի, շարժումներ ձևավորի եւ փորձի այդ առումով խորհրդարան գնալու իր կորցրած վարկանիշը լրացնել այդ փողոցային այդ շարժումներով, ուժ ցուցադրելով, կազմակերպչական խնդիրներ լուծելով, իսկ եթե կարողացավ գումար բաժանել, եթե գումար բաժանողները դատապարտված չեղան, ապա աշնանն արդեն դպրոցները բացվում են, ուսանողները գալիս են դասերի, կյանքը ակտիվանում է, փողոցում շոկ չէ եւ նորմալ գումար բաժանելու դեպքում ընդդիմությունը կարող է նաեւ լուրջ ընտրազանգված անել փողոց, ինչը կարող է նաեւ չնայած ես քիչ հավանական եմ համարում ձնագնդի էֆեկտ ունենալ։ Բայց որ Երևան քաղաքում եթե գործող ընդդիմությունը կամ ռուսական այսպես թեւը կարողանա հաջողության հասնել, ապա 2028-ից հետո ձնագնդին կգնա ու խնդիրը 2031-ին չի հասնի։ Դրա համար ես կարծում եմ, որ իշխանությունը ճիշտ կանի, հիմա իր խոստացած այն քայլերը, որ ովքեր ընտրակաշառք են բաժանել, խնդիրը շալվար սրի տրբաժանողներին էլ չէ, իհարկե նրանք էլ պիտի պատասխան տան այն նրանց փող տվողներին բացահայտել ու խստագույնս դատապարտել ու դրանից հետո այդ կուսակցությունները, որոնք որ տվյալ լիդերներով մտել են խորհրդարան ու իրենք կաշառք բաժանելով են մտել խորհրդարան, այդ կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում արդեն կդառնա անհասկանալի։ Ու այստեղ մեխանիզմը հետևյալը կդառնա, որ այդ կուսակցությունները խախտել են կուսակցությունների մասին օրենքը, հետևաբար այդ կուսակցությունները պետք է լուծարել, այդ կուսակցությունների առաջին 3 կամ 5 համարներին 10 տարով արգել էր քաղաքական որևէ ցուցակում ներգրավել կամ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրանից հետո կարելի անել արդար ընտրություններ։ Նման ընտրությունների պարագայում ես համոզված եմ, եթե քաղաքացիական պայմանագիր այդքան կամք ունենա ու դա անի ինքը իսկապես 50+ եւ խորհրդարանական սահմանադրական մեծամասնություն 2/3 քաղաք։ Հակառակ դեպքում խնդիրները ելի կթողեն հասնի ոսկորին, շատ դժվարանա, հետո նոր պարտադրված անեն, ինչի առումով մենք իհարկե ժամանակ կկորցնենք, ինչը մեզ միանշանակ ձեռնատու չի։ Պարոն Սարգսյան, ներքաղաքական թեման շարունակելով, ԿՊ-ում ինչ է տեղի ունենում։ Մենք տեսնում ենք, որ առանցքային դեմքերի հեռացնում են խաղից Ալեն Սիմոնյանը, Մխիթար Հայրապետյանը, Խաչատուր Սուքիասյանին թույլ չէին տվել առաջադրվի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը զգուշանում է որոշ թիմակիցներից, թե ոչ ունի վտանգ իր դեմ այսպես կիսվելու եւ իր դեմ դուրս գալու վտանգ տեսնում է նա, թե չէ։ Քաղաքական առումով այստեղ ինչ որ բան տեղի ունենում է։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես կարծում եմ, այս ընդհանրեն ամառային շոկի կամ գրելու նյութ չունենալու կամ ինչ որ բան գրելու տեսանկյունից են այս լուրերը տարածվում։ Իրականում Նիկոլ Փաշինյանը մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ եւ այդ առումով ինչը որ տեղի ունեցավ, ես նայում եմ շատ բնական ու օրինաչափ, որովհետեւ տեսեք նույն նախընտրական ցուցակը կազմելու ժամանակ քաղաքացիական պայմանագրում էլի քվեարկություն էր գնում եւ քվեարկությամբ էին մարդիկ իրենց համարներ ունենում, ու այդտեղ էլ Ալեն Սիմոնյանը Ռուբինյանից բավականին հետ էր։ Այսինքն կուսակցության անդամների հետ ուղիղ շփումները բերում են նրան, որ կուսակցությունում որոշակի մարդիկ, ովքեր կուսակցական անդամների հետ ավելի շատ են շփվում, ավելի ջերմ հարաբերություններ են պահում, կարողանում են ավելի օգտակար լինել, ձայնը հասցնել Նիկոլ Փաշինյանին, այդ մարդկանց ավելի ընկալված են լինում եւ շատ ձայն են հավաքում։
Օրինակ պարոն Պապոյանը ԿՊ-ում ամենաշատ ձայներ հավաքող մարդկանցից մեկն է։ Իմ կարծիքով դա կուսակիցների հետ լավ վերաբերմունքի արդյունք է, եւ շատ բնական էր, որ այս ընտրությանն էլ, ասենք, Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց, ոչ թե Ալեն Սիմոնյանը, որովհետև նախկին քվեարկությունները հուշում էին, որ դա այդպես պիտի լինի։ Մնացած առումներով, օրինակ Խաչատուր Սուքասյանի առումով, էլի դեռ Դաշինքից Նիկոլ Փաշինյանը եւ Խաչատուր Սուքասյանը, ասում եմ Դաշինքից, Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի ընտրությունների ժամանակից Նիկոլ Փաշինյանը եւ Խաչատուր Սուքասյանը ընդգծված ջերմ հարաբերություններ են ունեցել, այդ մի օրվա մտերմություն չի եւ չեմ կարծում, որ այդ համատեքստում ինչ որ խուսափելու կամ հակադրվելու բան կա, մոտեցումների առումով թիմ են, տարբերություններ կլինեն, բայց ես վստահեցնում եմ, որ ներկուսակցական այդ քվեարկությունները, որոնք որ արվում են, այդտեղ միջամտել գրեթե անհնարին է։ Ես մեր թիմում երկար տարիներ է կուսակցության նախագահ եմ, այս վերջում մեր մոտ էլ որոշակի քվեարկություն արեցինք փոխտաղապետերի պաշտոնների առումով եւ այն մարդկանց ում ես քվեարկեցի, այդ մարդիկ չանցան։ Այնպես որ այստեղ ոչ մի բան չի բացառում, որ հաջորդ ընտրություններին ասենք որպես կուսակցության տեխնացուի ինձ չքվեարկել, շատ նորմալ երևույթ է եւ այդտեղ ասել որ թիմի լիդերը կարող է ուղղորդել կամ ներքին ինչ որ բան ունենալ, որ քաղաքորթը գա ու քվեարկի, այսինչ կամ այնինչ մարդին, մարդուն անկեղծ եմ ասում, այդ քիչ հնարավոր է, գրեթե անհնարին է, կամ պիտի սկզբանե ասես, որ ես այս մարդուն եմ ուզում ու խնդրում եմ ինձ կարծիքը հաշվի առնելով հաշվի առեք քվեարկության մեջ, կամ եթե դա չես ասում, դա կանխատեսելը գրեթե անհնարին է։ Պարոն Սարգսյան, վերադառնալով արտաքին թեմաներին, Մոսկվան կրկին ակնկալում է, որ 3+3 տարածաշրջանային հանդիպումների ձևաչափով պետք է հերթական խորհրդակցությունները տեղ ունենան եւ Բաքվին ու Երևանին առաջարկում է կողմնորոշվել, թե որտեղ պետք է լինի ընդունելությունը, որովհետեւ այս երկու պետություններն են մնացել, որ դեռ հանդիպումներ չեն եղել։ Ինչու է Ռուսաստանը սա ակտիվացնում եւ Մոսկվան ներողություն Երևանն ու Բաքուն կգնան այս ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու թե ոչ։ Մոսկվան տարածաշրջանում ազդեցություն ունենալու որևէ այլ հարթակ այլևս չունի եւ այդ միակ տեղն է, որտեղ ինքը կարող է գալ ու հավասարին շփվել Թուրքիայի հետ, Իրանի հետ։ Այստեղ հետաքրքիր է նաեւ շփվում այդ թեմայով խոսեց Իլհամ Ալիևը, ով նշեց, որ Կրիմի լրիվ ուրիշ իրավիճակ է եւ Ադրբեջանը հաստորեն այլ կարգավիճակ ուզեց այդ 3+3-ում, ասաց, որ այդ 3+3-ը չպիտի քննարկի Հայաստան ու Ադրբեջան փոխհարաբերությունների հարցը, որ այդտեղ բոլոր կողմերը պիտի լինեն հավասար, ու եթե այս մոտեցումները ընկալելի լինեն, ապա արտգործնախարարների մակարդակով կարող է նման հանդիպում տեղի ունենալ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը չասաց, որ այո, ինքը միանշանակ կողմ է եւ պայմաններ դնեց, ես կարծում եմ, որ Հայաստանը ընդհանրապես այնպես ինչպես Վրաստանը մաքսիմալ ամեն ինչ պիտի անի խուսափելու այդ հարթակից, որովհետեւ այդ հարթակում ինքը որևէ աջակից չունի, Ադրբեջանն ու Թուրքիան մեր բարեկամը չեն, իրենք մեր թշնամին են, իրենք պատերազմում հաղթել են եւ որոշակի խաղի կանոններ են թելադրում, իսկ մեզ ժամանակ է պետք ուժեղանալու համար եւ մենք այդ որոշակի խաղի կանոններով փորձում ենք այս խաղաղությունը պահել եւ այդ խաղաղության ընթացքում ոտքի կանգնելու ուժեր հավաքել, Իրանը ինքը այնպեսի խաղի իրավիճակի մեջ է, ընդհանրապես Իրանին ձեռնատու է որ Ադրբեջան Նախիջևան կապը իրենով լինի, Հայաստանով չանցնի, որ ոչ մի միջին միջանցք չլինի, որ Հայաստանը մնա չուլան, Ռուսաստանի համար, Ռուսաստանը հայկական երկաթգծերը հենց վերցրել է դրա համար, որ այդ երկաթգծերով որևէ տեղ չգնան, որ գործի միայն վերին միջանցքը Ռուսաստանով եւ ճանապարհներն անցնեն միայն իր երկրով, ինքը միջին միջանցքին կատեգորիկ դեմ է, հետևաբար այստեղ տուժողը միայն Հայաստանն է լինելու եւ կա մի հանգամանք, որից ելնելով Հայաստանը պիտի արդեն պարտադրված
ցույց տա, որ այդ մոդելը իրեն այս պարագայում հարմար չէ, որովհետև տարածաշրջանում միանշանակ ներկա է թե Եվրոմիությունը, թե Միացյալ Նահանգները։ Տեսեք, ասենք, Ամերիկա-Իրանյան այ պատերազմ են հիմա, ու այդ 3+3-ը ինչի՞ չի հավաքվում։ Ասենք ինչի՞ չեն հավաքում, քննարկեն, թե Իրանի հետ ինչ անեն։ Այսինքն 3+3 հավաքը նրա համար էր, որ թույլ է փոքրերի խնդիրները, ում վրա իրանք ազդեցություն ունեն, դրանց ազդեն։ Միացյալ Նահանգները տարածաշրջանում են, Միացյալ Նահանգները Իրանի հետ պատերազմում է, ներկա է տարածաշրջանում, Միացյալ Նահանգները թրիպ է կառուցում, ներկա է տարածաշրջանում, ու այսպես շարունակ, այսինքն տարածաշրջանում այդ 3 երկրները չեն, 3+3 երկրները չեն, տարածաշրջանում են նաև Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները, իսկ այս 3+3-ը հենց Եվրոմիության ու Միացյալ Նահանգների դեմ կազմակերպված կառույց է, իսկ Հայաստանին պատերազմից խուսափելու, Հայաստանին ուժեղացնելու, Ադրբեջանին թույլ չտալու, որ այդ պատերազմը էլ ավելի խորացնի, Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, պարտադրելու, Հայաստանի սահմանները բացելու խնդիրները դնում են Եվրոմիությունն ու Միացյալ Նահանգները, հետևաբար Հայաստանը պիտի այս համատեքստում հենվի Եվրոմիության ու Միացյալ Նահանգների վրա, ոչ թե 3+3-ում եղած այդ քաղաքական, այդ պետությունների վրա, որոնց ուժը միայն Հայաստանի վրա է պատկանում։ Եվ այս համատեքստում ես չեմ ասում, որ Հայաստանը պիտի ուղիղ մերժի, Հայաստանը բազմաթիվ պատրվակներ ունի այդ 3+3-ին չմասնակցելու, իսկ ծայրահեղ դեպքում, երբ որ ուլտիմատում դնեն, այնպես ինչպես դնում են ԵԱՏՄ-ի հետ կապված, պիտի ասի, որ այս փուլում, երբ որ ինքը թրիպ ծրագրի մեջ է եւ խաղաղության համաձայնագրի համատեքստում Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների մեջ է, այդ կոնտակտները համարում է ոչ նպատակահարմար։ Եվ վերջում երկաթուղի հետ կապված կառավարությունը հավելյալ 62 միլիոն դրամ սուբսիդիա տվեց Հարավկովկասյան երկաթուղուն ուղևորափոխադրման վնասները մեղմելու համար, այս ֆոնին, երբ մենք ունենք այսպիսի կառավարում եւ չունենք վերջնական արդյունք, թե ի վերջո ներդրումներ անելու է Ռուսաստանը, թե չէ, որովհետև այն կտորների համար Հայաստանի կառավարությունն ի վերջո ներդրումներ արեց ախուրիկի եւ այլնի հետ կապված։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս հերթական հավելյալ 62 միլիոն դրամի տրամադրումը։ Ես կարծում եմ, որ կառավարությունը, մասնավորապես կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, երբ ինչ-որ բան է հայտարարում, այդ հայտարարությունից անմիջապես հետո պիտի տվյալ հայտարարությանը ուղղված քայլեր հաջորդեն։ Օրինակ ընտրությունների ժամանակ ինքը անդադ հայտարարում էր, որ եռագլուխ հրեշը փող է բաժանում, դրսից է ուղղորդվում եւ այդ համատեքստում, որ ինքը հայտարարում է, ինքը պիտի հիմնավորի եւ այդ եռագլուխ հրեշի անդամ մարդկանց, ում որ մեղադրում է, ոչ թե մեղադրի ինչ-որ ժամանակ տնտեսական հանցագործությունների համար կամ կոռուպցիոն գործարքների համար, այդ հարկային տեսչության եւ Հայաստանի, չգիտեմ, ներքին գործերի եւ քննչական մարմինների գործն է։ Քրեական քաղաքական մեղադրանքներ են հնչեցվել եւ այդ մարդիկ, ի նկատի ունեմ, թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը պիտի մեղադրվեն կաշառք բաժանելու եւ դրսից ուղղորդվելու համար։ Այսինքն, եթե դու հայտարարում ես, որ այդ մարդիկ կաշառք են բաժանվել եւ դրսից ուղղորդվել են, իրենք պիտի դատվեն դրա համար։ Մնացած բաները, չգիտեմ, Արարատսեմենտ եւ այլը, այդ հարկային տեսչության եւ քննչական մարմինների խնդիր են, որ ընդհանրապես մեզ չի հետաքրքրում ու չպիտի հետաքրքրեր, որտեղ մեր խնդիրը քաղաքականն է, մենք քաղաքական հարցեր ենք ուզում լուծել։ Ցավոք սրտի մարդկանց պատժելը պատժում են, փորձում են առաջի քայլերն անել, ընդ որում սկսել են ամենաթույլ տեղից, բայց որևէ խոսք չկա դեռևս կաշառք բաժանելու եւ դրսից ուղղորդվելու մեղադրանքների մասով։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի երկաթուղիները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են եւ նրանք պիտի ծառայեն հայ ժողովրդին, ինչը շատ ողջունելի հայտարարություն է։
Դրանից հետո ինչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պիտի Հայաստանի կառավարության անունից դիմեր Ֆրանսիայի արբիտրաժային դատարան եւ պահանջեր լուծարել ռուս հարավկովկասյան երկաթուղիների հետ ունեցած մեր պայմանագիրը, նրանց իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու նկատառումով, իսկ դրա բազմաթիվ հիմքեր կան, իսկ եթե չի ուզում այդ չափի ընթարվել Ռուսաստանի հետ, ուղղակի թրիփ շինարարության հետ կապված Հայաստանի պետական շահից ելնելով, փոխհատուցումը վճարելով, խնդրել, որ արբիտրաժային դատարանը ճանաչի այդ լուծարումը եւ Հայաստանը պատրաստ է փոխհատուցումը տալ Ռուսաստանին։ Այսինքն Հայաստանը պիտի աներ այս քայլերը, կամ նման բան չպիտի հայտարարես, կամ եթե հայտարարում ես, պիտի անես այս քայլերը։ Ինչ վերաբերվում է այդ 60 միլիոնին, բնականաբար այդ պայմանագիրը, ինչ որ մենք ստորագրել ենք Հարավկովկասյան երկաթուղիների 2008 թվականին Ռոբերտ Քոչյանը իր հեռանալուց ամիսներ առաջ հայտարարակ պայմանագիր է բոլոր առումներով, հայտարարակ պայմանագիր, այն պարագայում, որ ուղևորափոխադրումները, որոնք պիտի կատարվեին եւ պիտի բարելավվեր այդ երկաթգծի գործունեությունը, ոչ մի բան չի արել։ Մենք դեռ այդ ուղևորափոխադրումների տոմսերի գների համար դոտացիա ենք վճարում Ռուսաստանին, որ ինքը այդ ուղևորափոխադրումներն անի, այդ խայտարակությունն է։ Այդ նույն բազային պայմանագրի նման է, որտեղ մենք վճարում ենք ռուսների կոմունալ ծախսերը Գյումրիի բազայում մնալու ու այդ բազայից մեզ սպառնալու համար։ Հետևաբար այս համատեքստում դա հնից եկած է, եւ ես կարծում եմ, որ այդ առումով իրենք ցույց են տվել, որ այսքան մարդ են տեղափոխել Սևան կամ չգիտեմ ուր, եւ այդ առումով խնդիրներ են առաջացել ու այդ առումով Հայաստանը պարտք է մնացել, այդ պարտքը տվեք, մերոնք էլ տալիս են, որ ասեն չէ, մենք ձեզ պարտք չունենք։ Իսկ իրականում թեթև վերանորոգումներ են արել Երևանի երկաթգծի կայարանում, մի 4 ամիս առաջ մտա, այդտեղ 30-ական թվականների ֆիլմ կարելի էր նկարահանել առանց դեկորացիաներ փոխելու, ոչ մի բանի ձեռք տված չէր, էլի, մնացել էր 30-ական թվականների բանին։ Այս վերջին, երբ որ քարոզարշավի շրջանակներում Չարենցավանում էինք, Չարենցավանի երկաթգծի կայարանը, երբ որ նայում ես ինչ իրավիճակի մեջ է, միանշանակ եմ ասում, հետ պատերազմյան ֆիլմ կարելի է նկարահանել, ասենք, պատերազմից հետո ռմբակոծված, չգիտեմ, որևէ քաղաքի երկաթգծի կայարանի մասով։ Այսինքն ռուսները ընդհանրապես ներդրում չեն արել եւ ռուսները ընդհանրապես որոշել են, որ ոչ միջին միջանց, ոչ ներքին միջանց պետք չի, կա տրանսսիբիրյան մագիստրալ եւ միջինասիական հանրապետությունները, եթե ուզում են Եվրոպա ապրանքներ տեղափոխեն, ապա իրենք տրանսսիբիրյան մագիստրալով վերին միջանցքով պիտի գնան ու իրանք խանգարելու են թե ծովային ճանապարհով ապրանքատեղափոխությունը, թե միջին միջանցքով ապրանքատեղափոխությունը։ Մեր միակ ելքը ռուսներից ազատվելն է եւ Երասխավան Ախուրիկ կայարանի այդ հատվածը Հարավկովկասյան երկաթուղիներից վերցնելը եւ այդ թրիփ գծին միացնելը։ Դրա նշանակությունը երկարևոր է, ահռելի է։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Նարեկ ջան։